Ռոբ, այս թեմայի մասին ես քո հետ ցանկացա խոսեմ այս միջավայրում։ Սիրուն տեղ ենք, չէ՞ եկել։ Ահա որ շատ սիրուն։ Մեր գլխավոր հովանավոր Գարիկի մոտ ենք, ըհը, իր սիրուն տներից մեկում նա մեզ տրամադրեց այս գեղեցիկ միջավայրը, որ մենք խոսենք շատ կարևոր թեմայից։ Ռոբ, երբ զգացիր, որ դու տարբեր ես, դու բոլորին նման չես, քո հասակակից տղաներից եւ ոչ մեկին նման չես։ Դեռ շատ մանկուց եմ զգացել դա, որ ես նման չեմ բոլորին ու ես չեմ կարող լինել որպես ոնց որ իրանք են, ես երևի 5 տարեկանից զգացել եմ, որ ես լրիվ ուրիշ եմ, քան որ ասենք իմ դպրոցական դասընկերներն են եղել կամ բակի տղաներն են եղել, միշտ ես տարբերվել եմ, չեմ կարող ասեմ ինչով եմ տարբերվել, բայց ես զգացել եմ, որ ես ավելի արվեստի եմ սիրում, ոնց են ասում, սիրում եմ բնությունը, սիրում եմ սիրունությունը, սիրում եմ կյանքը, սիրում եմ մի քիչ ուրիշ լինեմ, քան բոլորը, ես չեմ գնացել բակ խաղացել ուրիշ տղաների հետ, ասենք ֆուտբոլ կամ չգիտեմ ինչ, ես միշտ տանում եմ եղել, խաղացել եմ ուրիշ բաների հետ, ուրիշ խաղալիքների հետ ու զգացել եմ, որ ես տարբերվում եմ, ես իրանց նման չեմ, փաստորեն։ Անգամ դպրոցում, երբ որ ասենք սովորաբար ոնց անում որ պերիոդների ժամանակ տղաները հավաքվում են, չէ, իրար հետ խոսում են, բայց ես իրանց գրուպաների մեջ կյանքում չեմ մտել։ Չի ստացել, որովհետև ես հասկացել եմ, որ ես ընդհանուր թեմա այդ տղաների հետ չունեմ, որովհետև ասենք ինչի մասին է խոսացել, ես աղջիկա մասին, նրա աղջիկա մասին կամ ուրիշ թեմաներ են, չէ, խոսացել կամ ինչ որ բակում ինչա կատարվում կամ դու ուրիշ դասանում եմ, զգացել եմ, որ ես իրանց հետ բոլորովին այդ ընդհանուր թեմաները չունեմ խոսելու։ Ավելի շատ ընկերություն եմ արել դասընկերների հետ, ասենք թե որ դպրոցում էլի։ Դասընկերուհիների հետ, հա, դասընկերուհիների, բայց շատ շուտվանից եմ զգացել, որ ես տարբերվում եմ այն իմաստով, դու արդեն գիտես ինչ իմաստով տարբերվում եմ։ Այն գիտակցումը, որ դու տարբեր ես, քո մոտ ինչ զգացողություններ առաջացրեցին։ Վախեցար, պանիկա էր մոտը, թե կոմպլեքսներով տղա էր, որն էր առաջի զգացողությունը, երբ հասկացար, որ դու տարբեր ես։ Սենց մի բան բացատրեմ, ես չեմ պատկերացրել, որ ես պետքա դրանից վախենամ կամ դա թաքցնեմ, կամ դա ինչ որ ուրիշ մի բան է, որը որ նման չի ամեն ինչին, ես չեմ գիտակցել։ Ես կարող եմ հիմա եմ գիտակցում, որ հա, կարող է դա ուրիշ ձև եղել, բայց այդ ժամանակ ես մտածել եմ, որ տենց է, դա նորմա է։ Այսինքն ես սիրում եմ ոչ թե աղջիկ սերը, այլ ես ինձ ձգտում է ավելի կանչում են տղա սերը, ճիշտ եմ բացատրում, հա։ Ու ես դա հասկացա, ինձ թվացել է, որ դա միշտ նորմալ է, մինչև հիմա ես կարող եմ ասել, որ դա նորմալ է, երբ որ մարդը տենց է ծնվում, ուրեմն դա նորմալ է։ Դա այնց բան չի, որ դու կյանքի ընթացքում ես վերցրել ինչ-որ որպես տրենդ, որպես մոդա կամ ես ինչ գիտեմ, որպես հաճույք, չէ։ Ես փոքրուց զգացել եմ, որ դա նորմալ է ու վախ ճիշտ ասած իմ մեջ չի եղել։ Անկճված չեմ եղել, ոչ մեկից չեմ թաքցրել, այսինքն իմ մամայից էլ ընդհանրապես չեմ թաքցրել, ես միշտ եղել եմ ազատ։ Ու ինձ թվում է տարիներ հետո, երբ որ ես իմ մայրիկիս հետ դրա մասին խոսել եմ, ինքը ասում է ես միշտ հասկացել եմ, որ դու ուրիշ ես։ Ուղղակի չեմ խոսել, ես թողել եմ, որ դու քո կյանքը ապրես, ոնց որ դու մեծանում ես, իհարկե ինքնից դասիրակել է, ամեն ինչ արել է իմ համար, բայց ինքը ինձ միշտ ազատ է թողել։ Դրա համար էլ ես այդ ոնց են ասում ընկճվածությունը իմ մեջ չեմ ունեցել։ Դա ընտանիքից է շատ բան գալի, շատ բան քո ընտանիքից է կախված, իրանք ոնց են քեզ ընդունում, եթե մայրը արդեն զգում է, որ իր տղան արդեն մի քիչ ուրիշ ձևի է, ինքը ուրեմն սիրելով քեզ, ուրեմն պետքա դա արդեն ինքը մեծ մարդ է, ինքը գիտակցում է, ինքը հասկանում է, դա ընդունում է ու թողում է դու ապրես, ոչ թե ինքը ցանկությունը իր մեջ մտցնում քեզ փոխի, որովհետև եթե դու մուդրե հայրեն ոնց է,
իմաստուն։ Եթե դու իմաստուն մարդ ես քո կյանքով, դու ուրեմն պետք է հասկանաս, դու ընդունես ու ոչ թե փորձես քո երեխային ինչ որ ծեծես, ջարդես, պատժես, ասես սենց մի արան, ինձ մի արա քեզ ուրիշ ձևի պահի, չես ջարդի, մեկ այդ մարդուն չես ջարդի, եթե դա արդեն մեջը կա։ Ու իմ մայրս միշտ ընդունել է, դա համար ես այդ ամեն ինչին շատ նորմալ եմ մոտիկացել, իմ մեջ վախ չի եղել ընդհանրապես։ Այ դու ասում ես, ես դպրոցում աղջիկների, դասընկերուհիներիդ հետ էի ընկերություն անում։ Այդ տարիներին, երբ խոսքս Հայաստանում ապրելու տարիների մասին է։ Մենք խոսում ենք Հայաստանի մասին։ Մինչև 15 տարեկան դու ապրել ես Հայաստանում։ Երեխաները շատ դաժան են երբեմն լինում։ Գիտակցված թե անգիտակից նրանք կարող են քեզ այս հիմա նոր բառ կա, չէ՞, այնպեսի բուլինգի ենթարկել, որ դա ազդի քո հոգեկան ներաշխարհի վրա։ Չգիտեմ, դու այդ բուլինգ ասվածին ենթարկվել ես քո դպրոցական ընկերների կամ բակի ընկերների շրջապատում։ Նման բան հիշում ես, ինչ էին ասում քեզ։ Օրինակ, տղաները քեզ ինչ էին ասում։ Տենց չեմ ենթարկվել ճիշտն ասած, բակի տղաները որտեղ որ ես ապրել եմ, պրոսպեկտում եմ ապրել, ոնց է կոչվում, այն ժամանակները կոչվել է Պրոսպեկտ Լենինը։ Ինձ թվում է իմ բակի բոլոր տղաները հասկացել են, ինձ բոլորը ճանաչել են ու ինձ ընդունել են։ Բակում ոչ ոք ինձ վատ բառ չի ասել, վատ հայոյանք չի տվել, ոնց որ ես լսում եմ ուրիշներից, որ իրանք միշտ կճված են իրանց զգացել, դպրոցում էլ նույնապես ոչ մի տենց հնարավոր է 1-2 անգամ ինձ հարց են տվել, դու հիմա չեմ հասկանում, դու տղա ես թե աղջիկ ես։ Ես միշտ հարցին պատասխանել ոնց ուզում ես, տենց էլ ընդունի։ Եթե ուզում ես կարամ աղջիկ լինեմ քո համար։ Ես միշտ տենց եմ պատասխանը տվել, մինչև հիմա ես այդ պատասխանը տալիս եմ։ Ու ինձ միշտ ընդունել են ու անգամ մինչև հիմա, երբ որ ժամանակ առ ժամանակ լինում է իմ դասընկերներին մեկ-մեկ իրանք հավաքվում են ու բոլորը զանգում են ինձ։ Ուզում են հետո խոսեն FaceTime-ով, բանով, Ռոբ ջան, ես քո ցավը տանում, այս սենց են իրանք մինչև հիմա։ Ու իրանք ինձ միշտ լավ են հիշում, որ ասում են, որ դու եկար դպրոց ճղված ջինսերով, մազերդ ներկայացիս, ասում եմ քեզ մոռանալ հնարավոր չի, ինձ միշտ ընդունել են։ Վատ բաներ ես չեմ լսել իմ հանդեպ։ Հարցերը շատ եղել են տենց տղա ես թե աղջիկ ես։ Ուրիշ Այ խոսեցիք նրա մասին, որ երեխաները այդպես հարցնում էին քեզ Հայաստանի մասին։ Հայաստանի Դու մասին։ այսօր ինձ նախնական զրույցի ժամանակ ասեցիր, որ երբ Հայաստան էիր գնացել, անուններ չենք նշելու, բայց 15 տարեկան մի քանի երեխաներ քեզ գրել են, դիմել են, խորհրդակցել են, թե դու ոնց ես վարվել իրենց տարիքում, ինչպես ես վարվել, ինչ խորհուրդ չեմ տվել, իրանք ինձ գրեցին, որ կարող ես դրա մասին խոսել, մեզ օգնել, քանի որ մենք մեզ ընկճված ենք զգում Երևանում, մենք ոնց կարելի ասել ուրիշ օրիենտացիայի մարդիկ ենք, 15 տարեկան տարբեր ենք, հա, ու մենք մեզ ընկճված ենք զգում, այսի, օքեյ, ես ինչով կարող եմ ձեզ օգնել։ Իրանք համարեցին ինձ ինչ որ իկոնայի տեղ դրեցին, որ ես կարող եմ դրա մասին խոսել։ Այսի, եթե ես իմ վրա զգամ ինչ որ մի վատ բան Հայաստանում հիմա այս ժամանակվա ընթացքում, որ ես ստեղ եմ, ես կարող եմ դրա մասին խոսել, բայց ես դա չզգացի։ Ուղղակի ես իրանց ասեցի երեխաներ, նո երեխաներ են իրանք իմ համար, ուղղակի ապրեք ձեր կյանքը, սովորական ձեր կյանքը ու մի արեք այն ինչ որ ասենք, որ կարող եք ձեր վրա ինչ որ ավելի շատ ուշադրություն գրավեք, պետք չի դա անել։ Եթե դուք ուզում եք այդ ազատությունը, այդ պատաժը, այդ ամեն ինչը, պետք չի, երբ որ դուք ապրեք ուրիշ երկրներում, դա կարող եք անել, բայց եթե ձեզ ոչ ոք չի կպնում, ձեռք չի տալիս, ոչ ման չեն ասում, բայց բոլորը հասկանում են, որ դուք տարբեր եք, ուրեմն ապրեք ձեր կյանքը շատ սիրուն, շատ լավ, ձեր ընկերությունի մեջ, ոնց ուզում եք փողոցում, ձեզ ոչ ոք ոչ մի վնաս չի կարա տա եւ չի տա։ Ուղղակի ես հասկանում եմ, որ այդ ջահելությունը ուզում ավելի չտեսած արտասահմանի այդ ազատությունը, իրանք ձգտում են այդ ազատությանը, որ ասենց բոլորովին ազատ լինեն, պետք չի դա, դա է պատաժը համարվում իմ համար, ես կարամ ինձ դա թույլ տամ, որովհետև ես ապրում եմ ուրիշ երկրում։ Միգուցե ես եթե ապրեի Երևանում, մինչև հիմա ես սենց չլինեի, հնարավոր է, չեմ կարող ասեմ, չնայած կասկածում եմ, ես ինձ չէի դավաճանի։
Ուղղակի էսենց խորը տվեցի որ ապրեք սովորական ձեր կյանքով պետք չի ինչ որ ավելորդ ուշադրություն սոցիալ մեդիաներում դրա մասին խոսալ պետք չի ավելորդ է դա Այ քո կյանքի երկու գլխավոր կանայք, տատիկդ եւ մայրիկդ, որոնք քո կյանքի գլխավոր մարդիկ են եղել, քո պատմելով ես հասկացել եմ։ Դու ասում ես մայրիկիս հետ նստել եմ խոսացել եմ դրա մասին։ Այ որտեղից սկսեցիր, որտեղից ինչից ենթադրեցիր, որ հենց պահը հիմա է, որ ես կարամ նստեմ մամայի հետ խոսամ այդ մասին։ Տատիկիդ հետ էլ ես խոսացել, թե մենակ մամայի հետ ես խոսացել։ Չէ, տատիկս ցավոք սրտի շատ շուտ գնաց։ Իսկ ինքը զգում էր, դա ինչ ես կարծում։ Չեմ կարող ասեմ, որովհետև ես շատ փոքր եմ եղել այն ժամանակ, երբ որ տատիկս մահացել է 13 տարեկան եմ եղել, որ տատիկս մահացել է, բայց ինձ թվում է չեմ կարող ասեմ շատ մաման ինչ է պատմում, այ մաման չէր պատմում այդ ժամանակ չես խոսացել երբևէ մամայիդ հետ, տատիկդ ինչ որ բաներ ասել է իրան այդ թեմայով։ Դժվար է, չգիտեմ։ Տատիկս ինձ շատ լավ է պահել, լավ է դաստիարակել, կարամ ասեմ ոսկի սենց կճուճի մեջ է պահել, այդ ձևի կարամ ասեմ։ Ինձ թվում է ինքը ինձ մեծացրել է որպես թոր ոնց են ասում աղջիկ թորնուհի հա ամեն ինչը լավը Ռոբերտի համար ամեն ինչը Ռոբերտիս համար սա իր համար ամենալավ ճաշերը իր համար երես է տվել ինձ տենց կարելի ասել չէ բայց քանի որ ինքը շատ շուտ է գնացել ես էլ փոքր եմ եղել 13 տարեկան չեմ կարող ասեմ իսկ մամայիս հետ ես խոսել եմ դրա այդ թեմայի մասին երևի որ ես ինքս ցանկություն հայտնեցի, ասեմ մամ ջան, ես սենց եմ 24 տարեկան եմ կարծեմ, որ առաջի անգամ ունեցա boyfriend, սենց կարելի ասել, ու ես ցանկություն հայտնեցի, գամ ու ասեմ մամ, գիտես ես boyfriend ունեմ։ Ահա։ Ու ես հասկացա, որ ինքը կամ կընդունի կամ չի ընդունի, բայց ես ինքս հասկանում եմ, որ քեզ համար կարևոր էր, որ ինքը ընդուներ։ Հա, ինձ համար կարևոր էր, որ ինքը ինձ ընդուներ։ Ասի մամ ջան, ես քո հետ խոսելու բան ունեմ, ասեցի ինչ։ Ու ինքը արդեն հասկացավ, ես իր աչքերի հայացից զգացի, վերցրեց սիգարետը, կպցրեց, ասեց ես արդեն գիտեմ ինչ պետք է ասես, խոսա։ Այսի ընկեր ունեմ, boyfriend ունեմ, սա ես գիտեմ։ Ես ամեն ինչ հասկանում եմ, ասում եւ ինչ այնքան լավ մայր եմ ունեցել, որ գիտես ինչ, հիստերիկայի մեջ չի ինգել, չի ասել Բա ինչ ասեցիր, տունս քանդեցիր, ուժս, այս ինչա կատարվում մեր կյանքի մեջ, ասեց այնտեղ կոնյակ կա, բեր խմենք իրար հետ։ Կոնյակը բացեցինք, խմեցինք, կպցրեցինք սիգարետները, խոսեցինք, ու ինքը մայրս ինձ ասեց, ես փոքրուց հասկացել եմ։